Գոյամարտ սերիալը շարունակում է գնալ դեպի իր ամենաթեժ և ամենաինտրիգային փուլը, որտեղ յուրաքանչյուր հերոս կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Իրադարձություններն այլևս չեն զարգանում պարզապես, դրանք բախվում են, պայթում և փոխում ամեն ինչ։ Դավիթը շարունակում է մնալ հիվանդանոցում, կյանքի և մահվան սահմանին։ Նրա վիճակը ոչ միայն բժշկական խնդիր է, այլ նաև ամբողջ պատմության կենտրոնական լարվածությունը։ Բոլորը սպասում են, թե արդյոք նա կկարողանա հաղթահարել այս փորձությունը։ Բայց այստեղ կարևորն այն է, որ Դավիթը դարձել է միավորող ուժ, թեկուզ անգիտակցաբար նրա շուրջ են հավաքվել բոլորը՝ սեր, ցավ, վախ և նույնիսկ թշնամություն ունեցող մարդիկ։ Գրիշոյի գիծը գնալով ավելի է մթնում, դեպքից հետո նրա փախուստը և ալկոհոլ օգտագործելով մեքենա վարելը ցույց են տալիս, որ նա կորցրել է վերահսկողությունը։ Նա այլևս չի մտածում հետևանքների մասին, սա արդեն ոչ միայն հանցանք է, այլ ինքնաոչնչացման ճանապարհ։ Նրա կերպարը հիմա կանգնած է երկու տարբերակների առաջ՝ կամ ամբողջությամբ կկործանվի իր սխալների տակ, կամ ինչ-որ պահի կկոտրվի և կփորձի ընդունել իր մեղքը։ Բայց մինչ այդ նա վտանգավոր է թե իր համար, թե մյուսների։ Լեոյի խոսքերը բոլոր մակունցներին հերթով սպանելու եմ շատ ծանր և կարևոր պահ է սերիալում։ Սա այն Լեոն չէ, ում մենք գիտեինք, սա ցավից, զայրույթից և անարդարությունից կուրացած մարդ է։ Այս խոսքերը ցույց են տալիս, թե որքան խորն է նրա ներսի կոտրումը, բայց նաև սա վտանգավոր սահման է։ Եթե նա անցնի այդ սահմանը, կարող է դառնալ այն, ինչի դեմ միշտ պայքարել է։ Լեայի համար սա ամենածանր փուլերից մեկն է։ Նա տեսնում է, թե ինչպես է իր ընտանիքը փլվում ներսից՝ եղբայրը հանցագործ, հայրը մեղքերի բեռի տակ, սիրած մարդը վրեժի ճանապարհին։ Նրա դերը հիմա կարող է դառնալ որոշիչ։ Նա կարող է լինել այն մարդը, ով կփորձի կանգնեցնել այս ամենը թեկուզ սեփական ցավի գնով։ Եվ ահա այստեղ շատ հետաքրքիր կերպով զարգանում է Վովայի գիծը։ Նա գտնվում է Մոսկվայում, կարծես հեռու այս ամենից, բայց իրականում հենց նա է այն օղակը, որը կարող է կապել բոլորին։ Սյուժետային առումով շատ հավանական է, որ ինչ-որ բան նրան հետ բերի Հայաստան, և ամենահավանական պատճառը հենց Դավիթի վիճակն է։ Երբ նա իմանա կատարվածի մասին, նույնիսկ չիմանալով իր իրական կապն այս ընտանիքի հետ, նա չի կարող անտարբեր մնալ։ Նրա ներսում կա մարդկայնություն, կարեկցանք, և նա հավանաբար շտապելու է ու վերադառնա Հայաստան։ Ամենահուզիչ տարբերակներից մեկն այն է, որ հենց Վովան դառնա Դավիթի փրկության բանալին որպես արյան դոնոր։ Պատկերացրու այդ պահը՝ մարդ, ով դեռ չգիտի, որ այդ ընտանիքն իրեն է, գալիս է ու փրկում իր իսկ եղբորը։ Սա կլինի սերիալի ամենաուժեղ սիմվոլիկ պահերից մեկը՝ արյուն, որը կապում է մարդկանց, երբ նրանք նույնիսկ դա չեն էլ գիտակցում։ Եվ հենց այսպիսի դրվագներով է Գոյամարտը դառնում առանձնահատուկ։ Այն ոչ միայն պատմում է պատմություն, այլ ստեղծում է զգացմունքային շերտեր, որտեղ յուրաքանչյուր մանրուք ունի իմաստ։ Միևնույն ժամանակ, եթե Վովան վերադառնա, դա կարող է արագացնել նաև ամենամեծ բացահայտումը նրա իրական ինքնության մասին, և երբ ճշմարտությունը բացահայտվի, դա կլինի իսկական պայթյուն։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված։ Կփրկվի արդյոք Դավիթը, կվերադառնա Վովան, կկարողանա Լեոն զսպել իր վրեժի զգացումը, ինչ կլինի Գրիշոյի հետ, և արդյոք այս ամենը կբերի վերջնական բացահայտումների։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտը մտնում է իր ամենաուժեղ և ամենահուզիչ փուլը, որտեղ յուրաքանչյուր սերիա լինելու է ավելի ծանր, ավելի հետաքրքիր և ավելի ինտրիգային։ Սյուժեն այստեղից հետո միայն ավելի է խտանալու և խորանալու։ Գոյամարտում հիմա արդեն ոչ մի քայլ պատահական չէ։ Ամեն ինչ տանում է դեպի մեծ բախում, որտեղ անցյալն ու ներկան վերջապես հանդիպելու են։ Դավիթի վիճակը հիվանդանոցում դառնում է ոչ միայն բժշկական, այլ նաև հոգեբանական պայքար բոլորի համար։ Բժիշկների յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր նորություն դառնում է հույսի կամ հիասթափության պատճառ։ Պապը գրեթե չի հեռանում հիվանդանոցից, նրա
լուռ ներկայությունը ամենահուզիչ պատկերներից է։ Նա ոչինչ չի ասում, բայց նրա հայացքում կա ամեն ինչ՝ վախ, ցավ, աղոթք։ Լեոն այս ընթացքում ավելի է հեռանում իր նախկին կերպարից, նրա ներսում արդեն ձևավորվում է վրեժի գաղափարը, և դա շատ վտանգավոր է։ Նա սկսում է մտածել ոչ թե արդարության, այլ պատժի մասին։ Սա այն սահմանն է, որը եթե անցնի, կարող է ամբողջությամբ փոխել նրան։ Բայց հենց այստեղ է, որ սերիալը կարող է բերել նոր շրջադարձ։ Լեոյի կողքին կանգնող մարդիկ՝ պապը, Մանանը, նույնիսկ Լեան, կարող են փորձել նրան հետ բերել։ Հարցն այն է՝ արդյոք կհաջողվի։ Մանանի կերպարը շարունակում է զարգանալ շատ հետաքրքիր ձևով։ Նա արդեն հասկանում է, որ լոռությունը նույնպես հանցակցություն է։ Նրա ներսում հասունանում է որոշում այլևս չվախենալ և ասել ճշմարտությունը։ Եթե նա իսկապես գնա այդ քայլին, դա կարող է դառնալ այն պահը, որն ամբողջությամբ կշրջի պատմությունը։ Նա կարող է լինել այն մարդը, ով վերջապես կբացահայտի ինչ է իրականում տեղի ունեցել, ով է մեղավոր և ով պետք է պատասխան տա։ Եվ հենց այս կետում սերիալը կարող է մոտենալ իր ամենամեծ բացահայտմանը։ Օլգայի խոստովանությունը, փաստաթղթերը, մարդկանց հիշողությունները կարող են միավորվել մեկ ճշմարտության մեջ։ Հունանի գիծն այստեղ հանգիստ չի մնալու։ Նրա այցը Դավիթի ընտանիքին դեռ իր հետևանքներն է ունենալու։ Եթե նա իսկապես փորձի լուծել հարցը գումարով կամ ճնշումով, դա միայն ավելի կխորացնի հակամարտությունը։ Գոյամարտը հիմա այն կետում է, որտեղ բոլոր գծերը մոտենում են մի մեծ հանգուցալուծման՝ վրեժը ճշմարտության դեմ, սերը ատելության դեմ, ընտանիքն անցյալի մեղքերի դեմ։ Առաջիկա սերիաները լինելու են ամենավճռորոշները։ Կփրկվի Դավիթը, կվերադառնա Վովան ճիշտ պահին, կխոսի Մանանը, կկանգնեցնի Լեոն իր վտանգավոր ճանապարհից և արդյոք վերջապես կբացահայտվի ամբողջ ճշմարտությունը։ Մի բան հաստատ է՝ գոյամարտը դեռ չի ասել իր վերջին խոսքը։